Բոլորից սիրով ողջունում եմ եւ հրավիրում արևոտ ու արդեն շատ շոկ Հայաստան։ Միասին զովացնող ժելե ենք պատրաստելու։ Կաշխատենք ժելատինի հետ, մանրամասն կներկայացնեմ ամեն բան։ Նաեւ տարածված սխալների մասին կխոսենք, բոլոր նրանց համար, ովքեր սկսնակ են եւ առաջին անգամ են պատրաստում, պետք է շատ նրբություններ իմանան։ Իմ ալիքում արդեն շատ մանրամասն տեսանյութը կա։ Խորհուրդ եմ տալիս դիտեք, հղումը կթողնեմ այս տեսանյութի ներքևում։ Բայց իհարկե հիմա ընդհանուր մի փոքր հպանցիկ կանցնենք կարևոր դիտարկումներով։ Ինչ է ժելեն եւ ժելատինը, երբեմն խառնում են։ Ժողովուրդ, ժելատինը այն նյութն է, թափանցիկ, այս բաց գույնի, առանց համ, առանց բույր ունեցող, չգիտեմ, ուղակի այն հիմքն է, որից ստանում ենք ժելեն, այսինքն ժելատինը նյութն է, իսկ ժելեն արդեն պատրաստի աղանդերն է, որը ստանում ենք այս նյութից։ Պետք չէ դրանք խառնել։ Գիտեմ, որ շատերը տարակուսում են հաճախ, հատկապես սկսնակների եւ սուպերմարկետներում տարբեր փաթեթների վրա տեսնում են գրված ժելե, վաճառում է տուփով, վրան գրված է ժելե։ Հարց է առաջանում, եթե ժելեն պատրաստի աղանդերն է, ինչ կապ ունի այս փոշին ժելեի հետ։ Բանն այն է, որ ժելատինը անհամ, անգույն, անհոտ այս փոշին է։ Իսկ ժելեն այդ փաթեթների մեջ կարելի ասել գրեթե պատրաստի աղանդերն է։ Գրեթե, այնտեղ մնում է միայն ջուր ավելացնել, այսինքն եւ համը կա դրանց մեջ, եւ բույրը, եւ գույնը, եւ այլն, ամեն ինչ պատրաստ է։ Ահա թե ինչու գրված է ժելե։ Հիմա ասեմ հարաբերակցությունը, որ ինձ համար դուրս եմ բերել այս տարիների ընթացքում, որպեսզի տորթը ամուր ձևը պահի, բայց ռեզինի նման չստացվի ու կարողանանք առանց կաղապարի, ուղղակի որպես տորթ մատուցել, 1 բաժակ 250 մլ հեղուկի համար օգտագործում եմ 10 գրամ ժելատին, այսինքն 1 լիտր հեղուկի համար ստացվում է 40 գրամ ժելատին։ Նման կաղապար եմ օգտագործում, շատ եմ սիրում ձևը, ասեմ, որ այստեղ մոտ 1 լիտր հեղուկ է տեղավորվում, իհարկե նաև միրգը հաշված, որ բավականին շատ եմ լցնելու, այնպես որ 1 լիտր հեղուկ կպատրաստենք։ Մենք արդեն գիտենք, 1 լիտրի համար 40 գրամ ժելատին է հարկավոր։ Ես կշերքն եմ նախընտրում, որ միշտ նույն արդյունքը ստանամ։ 10 գրամ ժելատինը, տեսեք, 1 ճաշի գդալ է, բլրակ կա, բայց շատ բարձր չէ։ Քանի որ մենք գիտենք 1 լիտրին 40 գրամ ժելատին է հարկավոր, ուրեմն 4 ճաշի գդալ։ Ժելատինը անպայման թրջում ենք սառը ջրով, հենց սառը, որքան սառը լինի, այնքան ավելի կայուն ժելե կստանանք ու ավելի թափանցիկ կլինի։ Լցնում ենք ջուրը հետևյալ հարաբերակցությամբ, որքան ժելատինն է, 5 անգամ ավելի ջուր, այսինքն եթե այստեղ 40 գրամ է, 40 անգամ 5, 200 գրամ։ Հիմա արագ խառնում ենք, լավ ենք խառնում եւ տեղափոխում ենք սառը վայրում կայունանալու։ Այստեղ նույն կանոնն է, որքան սառը լինի վայրը, որտեղ կայունանում է, այնքան ավելի լավ կարտահայտվեն բոլոր հատկությունները։ Քանի որ ես այսօր նպատակ ունեմ ցույց տալու ժելեի վերջնական որակը, թե որքան թափանցիկ է եւ այլն, հետեւաբար ես ջուր եմ օգտագործելու, ոչ կոմպոտ, հնարավորինս բաց երանգի, ուղղակի որ շատ անգույն չլինի, մի փոքր դեղին ներք կավելացնեմ, շատ քիչ, իսկ դուք իհարկե կոմպոտ օգտագործեք կամ ցանկացած հյութ, որը եւ համի եւ գույնի առումով ձեզ դուր կգա։ Իդեպ երբեմն իմ շաքարաչրերի տեսանյութերի տակ գրում եք, թե ինչ անել մնացած օշերակի հետ։ Ձեզ մի լավ խորհուրդ, բացեք ջրով եւ ժելե պատրաստեք։ Համն ու բույրն այնքան կոնցենտրացված են, որ հրաշալի, շատ համեղ ժելե է ստացվում։ Տեսնում եք 2-3 րոպե էլ չանցավ ու ամբողջությամբ կայունացել է։ Իդեպ այս փուլում հարաբերակցությունը պահպանելը ցանկալի է, որովհետև օրինակ քիչ ջրի դեպքում կարող է թվալ, թե ավելի պինդ է ստացվելու, բայց ոչ, քանի որ ժելատինը լիարժեք չի աշխատելու այս նախնական փուլում, դրա պատճառով կարող է նախ ժելեն խամրած լինել, երկրորդը ուղղակի կարող է չստացվել քիչ ջրի դեպքում, այնպես որ հենց այս փուլում հատկապես հարաբերակցությունը քանակը կարևոր է։ Մենք արդեն գիտենք, որ սա 1 լիտրի համար է, հետևաբար 1 լիտր եռման հեղուկ ենք պատրաստում։ Ձեր դեպքում կոմպոտ կամ բացված որևէ օշարակ, իմ դեպքում շաքար ավելացրած ջուր 1 լիտր։ Ուռած ժելատինը պետք է լուծենք եռման 1 լիտր հեղուկի մեջ, իմ դեպքում ջուրը հենց նոր է եռացել։ Եթե շուտ չի հալչում, չգիտեմ, ջուրը հասցրել է կամ հյութը հասցրել է սառչել, կարող եք կրակը միացնել։ Այնուամենայնիվ կրակը պետք է միացնեմ, որպեսզի շաքարավազը լուծվի։ Ավելացնելու եմ այնքան, մինչև հաճելի քաղցր համ ստացվի։ Արդեն ասել եմ, որ սովորականից մեզ անհրաժեշտ համերից մի քիչ ավելի արտահայտիչ ենք ստանում, որովհետև ժելատինի հետ աշխատելու արդյունքում համերը պակասում են, քաղցրությունը նվազում է։
Կթողնեմ հովանա, որ տաք վիճակում մրգերի վրա չլցնեմ։ Կաղապարը որևէ ամուր հիմքի վրա ենք դնում ու սկսում ենք։ Ուզում եմ, որպեսզի ակվարիումի էֆեկտ լինի, դրա համար առաջին մասը ուղղակի միայն ժելե կլինի, առանց մրգերի, փոքր հատված։ Ահա, մի քիչ լցրել եմ ու ուղարկում եմ սառնարան կայունանալու։ Չենք մոռանում, մի փոքր գունանյութ ենք ավելացնում, քանի որ այստեղ սովորական ջուր է։ Ջրալույծ ներկեմ։ Նաև ընկույզ կավելացնեմ, դուք կարող եք ընտրել ցանկացածը։ Հիմա շատ քիչ օշարակից կլցնեմ, որպեսզի ուղղակի ամրանան ու հետո վերև չբարձրանան։ Եթե աշխատելու ընթացքում այնպես է ստացվել, որ այս զանգվածը մի քիչ խտացել է կամ հետո եք օգտագործելու, հանգիստ կարող եք դնել կրակին ու էլի ջրիկացնել։ Ժելատինը տաքանալուց նորից վերադառնում է իր լրիվ ջրիկ վիճակին։ Շերտը մի փոքր ամրացավ, մատով սեղմում եմ, ամբողջությամբ չի մտնում, մի քիչ փափուկ է, նորմալ է։ Տեսեք, ինձ երբեմն գրում են, որ տորթը շրջելիս կամ կտրելիս շերտերի է բաժանվում, այսինքն շերտերն իրար չեն կպնում։ Դա նրանից է, որ յուրաքանչյուր շերտը մինչ հաջորդը լցնելը չափազանց շատ եք թողնում ու շատ է ամրանում, հաջորդը լցնում եք, արդեն չի կպնում։ Ուղղակի թողեք, որ մի փոքր ամրանա, ոչ ամբողջությամբ, միայն նրա համար, որ մրգերը շարեք, չսուզվեն, այդքան բան։ Տեսեք, ես ուղիղ անմիջապես մրգերի վրա չեմ լցնում, հատկապես եթե դրանք մանր կտորներով են, կարող են տեղաշարժվել, օրինակ ընկույզների դեպքում հաստատ կտեղաշարժվեին։ Նման դեպքում օգտագործում ենք կամ պատերը, որևէ կողմից, այսպես պատերին ենք լցնում, կամ երկրորդ գդալ ենք օգտագործում ու դրա շնորհիվ կառավարում շիթը։ Իհարկե, այստեղ կտորները բավականին խոշոր են ու երևի թե ոչինչ էլ չի լինի, ուղղակի որպես տեղեկատվություն, կարևոր է իմանալ։ Շատ չեմ լցնում, որ ծիրանը ջրի երես չբարձրանա, դնում եմ սառնարանը, հետո կշարունակենք։ Որպեսզի մրգերը անմիջապես իրար կպած չլինեն ու մի փոքր ակվարիումի էֆեկտ լինի, ուղղակի առանձին ժելեի շերտը լցրեցի մի փոքր, հետո նոր մրգերը կշարեմ, որ դրանց արանքում տարածություն մնա։ Քանի որ մրգերն այս անգամ ավելի քիչ օգտագործեցի, քան սովորաբար, դրա համար ժելեի 1 լիտրը չբավականացրեց, ես էլի եմ պատրաստել։ Իմ ալիքում նաև սեխի ցուկատներ, այսինքն շաքարային չրեր կան, կարող եք դիտել և պատրաստել, ուղղակի էքսկլյուզիվ տարբերակ է ստացվում։ Լցնելիս անպայման ուշադիր եղեք, որ պղպջակներ չլինեն, հակառակ դեպքում զանգվածը կայունանալու է ու դրանք այդպես էլ մնալու են։ Վերջին շերտն եմ լցնում մինչև եզրերը ու արդեն թողնելու եմ վերջնական կայունանա։ Սրա համար արդեն մի քանի ժամ կպահանջվի, որ հանգիստ կտրատենք ու ոչինչ չլինի, լիարժեք կայուն լինի։ Առանց ձեզ նույնից պատրաստեցի էլի ջուրե, շաքարավազ և գունանյութ։ Այս անգամ բաժակների մեջ կպատրաստեմ ու նաև սպիտակ շերտ կավելացնեմ, ինչպես խոստացել էի։
Ուզում եմ շերտերը լինեն թեքությամբ, ահա թե ինչ տարբերակ եմ գտել։ Սպիտակ կաթնաշոռած թվասերային շերտն եմ պատրաստում, դրա համար կաթնաշոռ եմ վերցնում, տեսեք բավականին չոր է, կրեմանման չէ, բայց այն հատիկավորներից էլ չէ։ Նաև թթվասեր եմ օգտագործում, նախապես մի փոքր քամում եմ, որպեսզի հեղուկը ավելի քիչ լինի։ Որքան այս զանգվածի մեջ հեղուկը քիչ լինի, այնքան ավելի քիչ ժելատին ավելացնելու կարիք կլինի։ Իսկ մենք գիտենք, որքան ժելատինը քիչ ավելացնենք, այնքան ավելի այդ ռեզինանման կառուցվածքը կպակասի, բայց միևնույն ժամանակ զանգվածը կայուն կլինի։ Այսինքն կստանանք շատ նուրբ կրեմանման, բայց կայուն սպիտակ շերտ։ Երկուսը միասին կազմում են մոտավորապես 400 գրամ։ 50-50 ենք վերցնում, բայց այս անգամ թթվասերը մի քիչ ավել է։ Մի լավ հարում եմ։ Տեսեք, այսպիսի կաթնաշոռած թթվասերային խառնուրդ ստացանք։ Յուրաքանչյուր նման 100 գրամի համար 2 գրամ ժելատին է հարկավոր։ Քանի որ այստեղ 400 գրամ է, մեզ 8 գրամ ժելատին է հարկավոր։ Այստեղ 8 գրամ ժելատինը թրջել եմ 1/5-ին, արդեն հիշում եք, 5 անգամ ավել սառը ջրով, այսինքն 40 գրամ ջրով, թողել եմ սառնարանում, կայունացել է, հետո միկրոալիքային վառարանում ջրի կացրել եմ։ Այստեղ ուշադիր եղեք, միկրոալիքայինում վայրկյանների ընթացքում է ջրի կանում, հանկարծ երկար չթողնեք։ Ու մնում է հիմա միացնել իրար։ Թե ինչպես եմ այս խառնուրդն օգտագործում տորտ պատրաստելու համար, ժելեով տորտ, որպեսզի սպիտակ գեղեցիկ շերտ կազմի ու կայուն լինի։ Այս մասին առանձին տեսանյութ ունեմ, հղումը կթողնեմ, կարող եք տեսնել։ Արդեն ճշմարտության ժամը եկավ, հիմա պետք է շրջենք և հանենք կաղապարը։ Իդեպ ես սա նկարահանում եմ ոչ հաջորդ օրը, ինչպես նախատեսել էի, միջոցառմանենք, ես չէի կարող բաց թողնել, սկզբից մինչև վերջ պատրաստ եմ պարել, երաժշտությունը իմ տարերքն է ուղղակի, այնպես որ 1 օր բաց եմ թողել։ Հիմա պետք է կաղապարից հանենք, երկու տարբերակ կա, երկու հիմնական։ Առաջինը կամ այսպես կաղապարով իջեցնում ենք տաք ջրի մեջ ու տաքության շնորհիվ պատերից պոկվում է, կամ շրջում ենք, հետո շրջած վիճակում բարձրահարդարիչով տաքացնում։ Էլի նույն տարբերակն է, տաքացնելու միջոցով հեշտ պոկվում է, բայց կաղապարը հանելիս շատ ուշադիր ենք լինում, որովհետև եթե մի փոքր մասում թեկուզ կպած մնա, ամբողջ ժելեն կարող է կոտրվել։ Իսկ սա արդեն պատրաստել եմ առանց ձեզ, այն ամենից ինչ մնացել էր։
Ես նկարահանում էի վերջին կադրերը արևի տակ, մեր այգում, այնտեղ շատ շոկ է, ինչպես նկատեցիք, բայց միևնույն է տորթը կայունությունը պահպանել է։ Ու դա արդեն գիտեք, որ չափազանց շատ ժելատինի շնորհիվ չէ, այլ ճիշտ աշխատանքի ու ճիշտ տեխնոլոգիայի։ Այսինքն կայուն տորթ ստանալու համար պարտադիր չէ շատ ժելատին օգտագործել եւ ռեզինի վերածել այն։ Ուղղակի հարկավոր է ճիշտ մոտեցում ու դրա շնորհիվ կարող ենք քիչ ժելատին ավելացնելով էլ ստանալ կայուն տորթ ու արդեն ռեզինանման կառուցվածք չի լինի, կաուչուկ չենք ստանա, այլ կստանանք նոր կառուցվածք, բայց միաժամանակ տորթը հրաշալի կպահպանի ձևը։ Տեսեք, այս սպիտակ հատվածը, սպիտակ շերտը բավականին կայուն է, բայց ընդհանրապես ռեզինանման չէ։ Ես ձեզ նաև խոստացել էի պատմել, թե որտեղից է գալիս այն միֆը, որ ժելատինը եռացնել չի կարելի։ Իրականում կարելի է, չի կարելի միայն ժելատինային մասը։ Այսինքն, երբ սկզբում ժելատինը սառը ջրով թրջում են, գիտեք, այն փոքրիկ հատվածը, որ ամենասկզբում ուղարկում ենք սառնարան կայունանալու, այդ կայունացած զանգվածը, երբ պետք է ջրի կացնենք, այն առանձին միայն ինքն իրենով եռացնել չի կարելի, քանի որ դրա մեջ առանձին ազատ հեղուկ չկա ու եռալու դեպքում պարզ է սպիտակուցը վնասվելու է եւ արդեն իր հատկությունը կորցնելու է։ Միայն այդքանը։ Այսինքն միայն այդ ուռչած առանձին այդ պինդ զանգվածը, ռեզինանման այդ սկզբնական պինդ զանգվածը միայն դա եռացնել չի կարելի ինքն իրենով։ Իսկ եթե դա ավելացնենք եռման ջրի մեջ, եռացող ցանկացած հյութի կամ ցանկացած հեղուկի մեջ եւ նույնիսկ հասցնենք եռման ու եռացնենք, ժելատինն իր հատկությունները չի կորցնի, քանի որ այնտեղ արդեն բավականին շատ ավելորդ հեղուկ կա ու այն միայն կգոլորշիանա, իսկ ժելատինին ոչինչ չի լինի ու իր հատկությունները չի կորցնի։ Մասնագիտական գրականությունում կան հատուկ նշումներ, որ չի կարելի եռացնել։ Խոսքը միայն ժելատինային մասսայի մասին է, արդեն ասացի, այն սկզբում ուռչած զանգվածն է, եւ խոսքը այն մասին է, որ ինչի մեջ էլ դա ավելացնեք, ցանկալի չէ երկար եռացնել, որովհետեւ հեղուկը գոլորշիանալու է ու արդյունքում ավելի խիտ զանգված ենք ստանալու, քան նախատեսել ենք։ Այսինքն ժելատինի հատկությունները կորցնելու մասին ընդհանրապես այստեղ խոսք լինել չի կարող։ Մի քանի խոսքերի մասին, թե ինչու ցիտրուսային հյութերից ժելե չի ստացվում, կամ լրիվ ջրիկ է մնում, կամ շատ թույլ է ամրանում, ոչ ամբողջությամբ։ Բանն այն է, որ ցիտրուսային մրգերը հատուկ էնզիմներ են պարունակում, ֆերմենտներ, որոնք քայքայում են ժելատինի սպիտակուցը, ու բնականաբար նման հյութերով ժելե չի ստացվում։ Բայց ընդհանրապես ցիտրուսային հյութը, եթե նախապես եռացնեք, դրանով արդեն կստացվի, քանի որ այդ ֆերմենտներն արդեն դադարում են ազդել ժելատինի վրա, ու նման հյութից եռացնելուց հետո հնարավոր է արդեն ժելե ստանալ։